Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես որքան մոտենում են ընտրությունները, այդքան Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է ստորին բնազդներով։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հասարակությունում, հատկապես ոչ բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում կա մի լումպեն հատված, որը չի սիրում կայացած մարդկանց, չի սիրում հաջողություններ ունեցող մարդկանց, չի սիրում մեծահարուստներին։ Այդ մարդկանց ընկալումներով մյուսները հաջողության են հասել հենց իրենց հաշվին, եւ թեպետ այդ շերտի ներկայացուցիչները երբեք որևէ հաջողության այլևս չեն հասնելու, սակայն նրանց ուրախացնում է ուրիշների անկումը, ուրիշների ունեզրկումը։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանն էլ հենց հղում է անում այդ ստորին բնազդներին, ինչպես օրինակ վերջերս իր հայտարարությունը, որ կոտրելու է Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը եւ պետականացնելու է, իհարկե պետականացնել ճակերտների մեջ, որովհետեւ իրականում դա նշանակում է ունեցվածքը խլել, պետականացնելու է Արարատի ցեմենտը։ Եվ կառավարիչ է նշանակելու Արարատի ցեմենտում այնպես, ինչպես ավելի վաղ կառավարիչ էր նշանակել Հեցում։ Ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հաջորդեցին ծափահարություններ։ Ահա այդ ծափահարությունները վկայությունն են նրան, որ այդ հավաքված բազմությունը ուրախանում է տեսնելով, թե ինչպես է ունեզրկվելու մեկ այլ մարդ։ Նրանց բացարձակ չի հետաքրքրում, որ յուրաքանչյուր ունեզրկման արդյունքում որոշակիորեն փլուզվելու է տնտեսությունը։ Նրանց բացարձակ չի հետաքրքրում, որ այդ պետականացման անվան տակ իրականում տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, այսինքն հարստանալու է Նիկոլ Փաշինյանի շրջապատի անդամներից որևէ մեկը։ Այդ հատվածին, այդ ծափահարողներին ամենևին չի հետաքրքրում, որ միևնույն է, իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու։ Նրանք կարևորը տեսնում են, թե ինչպես է մեկ այլ մարդ կորցնելու իր ունեցվածքը, եւ հենց այդ փաստը նրանց ուրախացնում է եւ մխիթարում իրենց ձախողված կյանքի համար։ Հարգելի հետևորդներ, Ալեքսանդր Դյումայի վեպում Կոմս Մոնտե Քրիստոն մահապատժի տեսարանի ժամանակ Ալբերին ասում է. նայեք, երկու ոչխար եթե տանեն կառափնարան եւ մի ոչխարին հասկացնել տան, որ իր ընկերը փրկվելու է, այդ ոչխարը ուրախությունից կմայի։ Երկու կով տանեն մորթելու եւ մորթվող կովին հասկացնեն, որ իր ընկերը փրկվելու է, այդ կովը ուրախությունից կբառաչի։ Իսկ այժմ մահապատժի են տանում երկու հոգի, եւ այն մեկը իրեն պատեպատ է տալիս միայն այն բանի համար, որ իմացավ, որ իր ընկերոջը ներում է շնորհվելու։ Նա մինչ այդ հնազանդվել էր ճակատագրին եւ խոնարհ գնում էր մահվան, որովհետեւ գիտեր, որ ինքը մենակ չի մեռնելու, իր հետ պետք է մեռնի իր ընկերը, եւ երբ իմացավ, որ իր ընկերը փրկվում է, նա այլևս չի ուզում մենակ մեռնել եւ ուրախանալու փոխարեն պարզապես տառապում է այդ գիտակցությունից, այդպիսինն է մարդը։ Հարգելի հետևորդներ, ահա հենց այդպիսինն է այն բազմությունը, որը ծափահարում է ուրիշի ունեզրկման փաստի վրա։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հղում անելով այդ ստորին բնազդներին, իրականում ցանում է շատ վտանգավոր սերմեր։ Եթե Աստված մի արասե վաղը այդ սերմերը ծիլեր տան, ապա այդ կուլակաթափությունը սպառնալու է բոլորին։ Հաջողության չհասած ամբոխը, հաջողություն չգրանցած լումպեն մասսան թշնամի է համարելու բոլոր նրանց,
որոնք կյանքում կայացել են, որոնք կյանքում փոքր-շատ է ունեցվածք ունեն, նույնիսկ նրանց, որոնք ունեն վայելուչ արտաքին։ Կուլակաթափության ալիքը սրբելու է բոլորին, այդ թվում հենց նաև Նիկոլ Փաշինյանին։ Եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չթաքնվի հենց այդ լումպեն մասայի հետևում, այսինքն իրեն չներկայացնի մեկը լումպեն մասայից։ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ տալու իր անձը նույնականացնում է Լենինի հետ։ Լենինը նույնպես հրահրեց դասակարգային թշնամանք և բանվորագյուղացիական դասակարգը հռչակեց իշխանություն։ Խորհրդային Միության ժամանակ պաշտոնապես իշխանության էր բանվորագյուղացիական դասակարգը և կուլակաթափ արեցին բոլոր նրանց, որոնք կյանքում ինչ-որ մի հաջողության էին գրանցել։ Իհարկե, բանվորագյուղացիական դասակարգի կյանքում ոչինչ չփոխվեց, ավելին, նրանցից ահագին մի հատվածի աքսորեցին Սիբիր, սակայն տեղի ունեցավ ունեցվածքի վերաբաշխում և կոմունիստական կուսակցության վերնախավը վայելեց այն մարդկանց ստեղծած բարիքը, որոնց կուլակաթափ էր արել։ Սա շատ վտանգավոր երևույթ է ոչ միայն տնտեսության առումով, իհարկե տնտեսությանը դա հզոր հարված է հասցնում, բայց նաև շատ վտանգավոր է հասարակության բարոյահոգեբանական առումով, խարխլվում է հասարակական կյանքը, հրահրվում է դասակարգային թշնամանք, չունևոր մարդիկ թշնամի են հռչակելու ունևորներին, կյանքում որևէ հաջողություն չգրանցած մարդիկ թշնամի են համարելու բոլոր նրանց, որոնք մեկ քայլ, թեկուզ մեկ քայլ առաջ են իրենցից։ Հաջորդը, որը Նիկոլ Փաշինյանը զարգացնում է և այժմ վարակի պես փոխանցվել է իր թիմակիցներին, ինչու է ողջ այս նոր մեղադրանքն է։ Օրերս մեղադրանքով հանդես եկավ նաև Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարը և մեղադրեց Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամներին, տղամարդկանց իհարկե, թե ինչու եք ողջ։ Հիմա կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ, գերդաստանում հետ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը քոնը, երկուսը աղբորին հետ, երկուսը քրոջին հետ, ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Նախ մարդկային առումով խղճալի է պարզապես նման կապկումը, երբ պաշտպանության նախարարը կապկում է ուղիղ, բառացիորեն, տառացիորեն կապկում է իր ղեկավարին, դա ողորմելի պահվածք է, տղամարդուն ոչ վայել պահվածք, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը չի արել գաղափարական շեշտադրումներ, ինչ-որ չի արել մեջբերել ռազմավարական ծրագրերից և այլն, այդ դեպքում նորմալ կլիներ, կուսակցություն է, կուսակցության ղեկավարը մատնանշում է ռազմավարական պետության ռազմավարական ծրագրերը, կուսակիցներն էլ բնականաբար գեներացնում են այդ գաղափարները, դա միանգամայն նորմալ երևույթ կլներ քաղաքականության մեջ, սակայն երբ կուսակցության ղեկավարը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը ընդամենը տխմարաբանություն է դուրս տալիս և իր թիմակիցները, այն էլ պաշտպանության նախարարը անմիջապես կապկում է և տառացիորեն նույն մեղադրանքներն է շարադրում, դա արդեն ողորմելի մարդու կեցվածք է և ցավալիորեն այդ մարդը մեր պաշտպանության նախարարն է։ Հարգելի հետևորդներ, սովորաբար կա երկու պարագա, առաջինը երբ անձն է կշիռ հաղորդում իր զբաղեցրած պաշտոնին, դա նշանակում է, որ անձը ինքնաբավ է, դա նշանակում է, որ անձը այնքան հզոր է, որ կապ չունի, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնում և զբաղեցնելով որևէ պաշտոն, իր անձով կշիռ է հաղորդում այդ պաշտոնին, օրինակ Վանո Սիրադեղյանը, երբ ներքին գործերի նախարարից նա տեղափոխվեց Երևանի քաղաքապետ, նա իր անձով կշիռ հաղորդեց այդ պաշտոնին և շատերը սկսեցին արդեն ակնածանքով վերաբերվել Երևանի քաղաքապետին։ Իսկ երկրորդ պարագան, երբ որ պաշտոնն է կշիռ
հաղորդում անձին, այսինքն այդ անձը կայացած չէ, այդ անձը ինքնաբավ չէ, այդ անձը ոչ ոք է եւ այդ անձը կա միայն նրա համար, որ զբաղեցնում է տվյալ ժամանակահատվածում կոնկրետ որևէ պաշտոն, այն էլ ուժային, հանիր նրան այդ պաշտոնից եւ նա նորից կդառնա ոչ ոք, եւ ահա ես ուզում եմ խորհուրդ տալ որոշ ՔՊԱ-ականների, ՔՊԱ-ականներ մի այդպես տառացիորեն կապկեք ձեր ղեկավարին, հավատացեք, դուք դրանով վիրավորում եք ինքներդ ձեզ, դուք դրանով ձեզ ծիծաղելի վիճակի մեջ եք դնում, դուք դրանով զրկում եք առանց հետել ձեր հանդեպ խարխլված հարգանքը, դուք իհարկե չունեք այլևս հարգանք, բայց դուք ոչ միայն էլ ավելի եք փոշիացնում ձեր անունը, այլև ձեզ դնում եք պարզապես ողորմելի վիճակի մեջ, հավատացեք Նիկոլ Փաշինյանը երբ որ մարդկանց մեղադրում է ողջ լինելու մեջ, դրանում գաղափարական որևէ բան չկա, դա ընդամենը Նիկոլ Փաշինյանը փորձում է ծածկել իր պարտության դեմքը եւ դուք դառնում եք ահա այդ դիմակի մասնիկներից մեկը, այսինքն դուք ապացուցում եք, որ դուք Նիկոլ Փաշինյանի համար ընդամենը գործիք եք, հիշում եք, չէ, Քաջնազարը, երբ որ ասում էր գյադեք դեսն անցեք, չէ, գյադեք դեսն անցեք, ահա մի եղեք այդ գյադեքը, սակայն եկեք մի այլ հանգամանքի էլ անդրադառնանք, նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ նա ասում է ինչու ես ողջ, դա ինչ բնութագիր կարելի է տալ, պետության ղեկավարը սովորաբար պետք է ուրախ լինի յուրաքանչյուր մարդու ողջ մնալու հանգամանքով, պետության ղեկավարի համար մարդը իր պետության քաղաքացին պետք է լինի բացարձակ արժեք եւ նա ոչ մի բանի առջև պետք է կանգ չառնի, որպեսի այդ մարդու կյանքը պահի ու պահպանի եւ փոխանակ մեղադրելու թե ինչու ես ողջ, նա պետք է ուրախանա եւ ծափահարի յուրաքանչյուր ողջ մնացած մարդուն, հատկապես երբ այդ հասարակությունը անցել է պատերազմի բովով, սակայն եկեք հարցին նայենք այլ տեսանկյունից, իսկ ինչու են ընդհանրապես զոհվել մեր տղաները, մենք այդ հարցի պատասխանը գիտենք, մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի, մեր տղաները զոհվել են հանուն Արցախի, մեր տղաները զոհվել են հանուն Հայաստանի, մեր տղաները իրենց կյանքով փորձել են ցույլ չտալ, որպեսզի թշնամին մի միլիմետր անգամ մտնի մեր հայրենիք, ահա դրա համար են զոհվել մեր հայրենիները, բայց սակայն հարցը տալիս ենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր տեսանկյունից նա փորձի ներկայացնել ինչու են զոհվել մեր տղաները, որովհետև դու ես նրանց գիտակցաբար տարել մահվան, այո Նիկոլ Փաշինյան, դու ես մարդկանց գիտակցաբար տարել մահվան, դա մենք չենք ասում, դա դու ես ասում, քո նկարագրածով 1991 թվականին Ալմաաթիի հռչակագրով Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի կազմ, այդ դեպքում հարց է առաջանում, եթե քո պատկերացմամբ Արցախը չի եղել հայկական եւ քո պատկերացմամբ ադրբեջանական է եղել այն միշտ, ապա ինչու հրահրեցիր այդ պատերազմը, ինչու հայտարարեցիր, որ Արցախը Հայաստան է ու վերջ, ինչու պայթեցրեցիր բանակցային գործընթացը, ինչու չընդունեցիր 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները եւ հայտարարեցիր, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից, ինչու այդ քայլերով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեցիր պատերազմ հրահրելու համար, ինչու լեգիտիմ իրավունք տվեցիր Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու, այնուհետև ինչու չընդունեցիր պատերազմը կանգնեցնելու առաջարկները, դու հայտարարեցիր, որ եթե ես կանգնեցնեի պատերազմը, ինձ կասեին դավաճան, ստացվում է քո իսկ տրամաբանությամբ, քո իսկ խոստովանությամբ, դու շուրջ 5000 մարդ զոհել ես, որպեսզի քեզ չասեն դավաճան, ահա տրամաբանորեն հարց է Նիկոլ Փաշինյան, ինչու են զոհվել մեր հայրենիները, իհարկե
Դու կարող ես փորձես խուսանավել այս հարցի ուղիղ պատասխանից, կարող ես նորից գնալ, չգիտեմ, հասնել նոյ, չգիտեմ, գաս Հայկ Նահապետ, չգիտեմ, գնաս այս կողմ են կողմ, սակայն այս ամենից թող հետևություն անի մեր հասարակությունը, որը հունիսի 7-ին կանգնելու է լուրջ ընտրության առաջ։ Ընտրի մի մարդու, որը շուրջ 5000 հայորդու գիտակցաբար տարել է զոհելու, թե ընտրի այն ճանապարհը, որով կազատվի այս իշխանություններից։ Իսկ այս իշխանություններից ազատվելու ամենակարճ ճանապարհը միահամուռ ընտրությունների գնալն է, որովհետև այն բռնաճնշումները, այն վախի մթնոլորտը, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածել, դրանց հասցեատերը քաղաքական ուժերը չեն։ Քանի որ քաղաքական ուժերը երբեք չեն ընկրկում բռնաճնշումներից, երբեք տեղի չեն տալիս ու չեն նահանջում քաղաքական պայքարից։ Այդ մասին շատ լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ բռնաճնշումների իրական հասցեատերը հենց հանրությունն է։ Նա այդ քայլերով փորձում է անել այնպես, որպեսզի ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիները չգնան ընտրատեղամասեր։ Իսկ որքան ցածր լինի ընտրական մասնակցությունը, այդքան Նիկոլ Փաշինյանի վերարտադրման շանսերը մեծանալու են։ Եվ այդքան Նիկոլ Փաշինյանը մեղադրելու է բոլորից։ Հարգելի քաղաքացիներ, հարգելի հետևորդներ, այսօր Նիկոլ Փաշինյանը ինչու է ողջ մեղադրանքը նետում է քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների հասցեին, վաղը մեղադրելու է յուրաքանչյուրիս։ Նա բոլորիս հատ առ հատ հարցնելու է, թե մենք ինչու ենք ողջ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։